Ողջույն, շարունակվում են Կապան ֆեստի երաժշտական օրագրերը։ Այսօր հուլիսի 8-ին Կապանյան հանդիսատեսը կտեղափոխվի Կապանհագեն։ Ոչ ես չվրիպեցի, իսկապես կտեղափոխվի Կապանհագեն, թե ինչու եւ ինչպես մեզ կպատմի այսօրվա մեր զրուցակիցը Մարիաննա Շիրինյանը։ Հայազգի դանյաբնակ դաշնակահար, Steinway արտիստ, Կոպենհագենի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր։ Ողջույն Մարիաննա։ Ողջույն։ Ինչու եւ ինչպես եք մեզ այսօր տեղափոխում Կապանհագեն, պատմեք խնդրում եմ։ Այսօր մենք բոլորիդ հրավիրում ենք մի քաղաք, կախարդական քաղաք, որի անունն է Կապանհագեն։ Հիանալի միտք է, որը եկել է Սևակից ու ինձ ամենաառաջի վարկանից շատ ուրախացրեց։ Ինչու Կապանհագեն, որովհետև մենք ունենք մեզ հետ եկած հիանալի դանիացի երաժիշտներ։ Ես, ինչպես դուք նշեցիք, Դանիա բնակ եմ, ես այնտեղ ապրում եմ արդեն 20 տարի համարյա թե ամուսինս դանիացի է, երեխաներս, որոնք այսա 4-րդ տարին են ինձ հետ միասին իհարկե միշտ գալիս են Կապան եւ այստեղ նվագում են, մեկը ջութակ, մեկը թավջութակ, բոլորս միասին այս տարի էլ իհարկե այստեղ ենք, ինչը որ շատ հետաքրքիր է, այս տարվա ընթացքում Սևակ Ավանեսյանն էր Դանիայում կես տարի եւ աշխատում էր թագավորական օպերայի օրկեստրում որպես սոլո թավջութակ, որպես թավջութակների կոնցերտմայստեր։ Այնտեղ նա հանդիպեց իր ֆենոմենալ գոլեգաներին, ում հետ ամեն երեկո աշխատում էր, նվագում էր, որոնք հիանալի ուղղակի երաժիշտներ են։ Եվ առաջին բանով ինձ ասեց, մենք պետք է իրանց բոլորին բերենք Կապան։ Ասեցի իհարկե, միշտ են այդ մարդիկ մտքիս եղել, ուղղակի այնքան մարդիկ արդեն գալիս են, հնարավորությունները ոնց որ չեն եղել։ Ու ես շատ ուրախ եմ, որ Սևակն էլ իրանց հանդիպեց ու իհարկե մի անգամից հրավերքը կայացավ ու մեզ միացան Ալտի նվագախմբի Ալտի առաջի պուլտը, երկու կոնցերտմայստերները, Սևակի ուղիղ գոլեգան, թավջութակների մյուս կոնցերտմայստերը, ում որ դուք այսօր երեկոյան կլսեք, ես որպես Դանիա բնակ եւ ակադեմիայի թագավորական ակադեմիայի դաշնամուրի պրոֆեսոր արդեն այսքան տարիներ այնտեղ այդ գործով զբաղվում եմ Եվ Սևակի եղբայրը Հրաչյան Ավանեսյանը, որ մենք բոլորս ճանաչում ենք, ֆանտաստիկ երաժիշտ, ֆանտաստիկ ջութակահար, Հրաչյան 2008 թվին դեռ Օդենզե քաղաքում Դանիայում հաղթել էր Կարլ Նիլսենի մրցույթը, համաշխարհային կարևորագույն ջութակի մրցույթներից մեկն է ու այդ կոնտեքստի մեջ, համատեքստի մեջ Հրաչյան շատ հաճախ եղել է Դանիայում, մենք այնտեղ նվագել ենք միասին տարբեր տուրնեներ, ինքը նվագել է տարբեր նվագախմբերի հետ, Հրաչյանն էլ շատ սիրված անձ է դանիական պուբլիկայի համար եւս։ Այդպես ընդհանուր ստացվեց մեր դանիական օրվա միտքը։ Իսկ ծրագրի մեջ մենք իհարկե ունենք հիանալի երաժիշտներ, մենք ուղղակի մտածեցինք, որ այսօրվա ծրագրին մեծ մասամբ կլինեն Դանիա բնակ երաժիշտները կամ Դանիայի հետ կապված երաժիշտները։ Եկեք մեր համերգին, որովհետև հիանալի ուղղակի ծրագիր է լինելու, համերգը սկսում ենք Բենջամին Բրիտոնի Լամենտ ստեղծագործությամբ, Լամենտ դա ողբի երգ ստեղծագործությունը երկու ալտերի համար գեղեցկագույն մի ստեղծագործություն է, համերգը սկսում ենք այդ գործով, ես շարունակում եմ սոլո ծրագիր, մոտավորապես 25 րոպեանոց, որը կլինի անակնկալ եւ կլինի իմ երևի ամենասիրած ստեղծագործությունների մի ընտրություն։ Ես ձեզ համար իմ սիրտը կնվագեմ։ Եվ երկրորդ բաժնում կլինի երևի ամենահրաշք կամերային պերլերից մեկը Բրամսի առաջին լարային սեքստետը, երկու ջութակ, երկու ալտ, երկու թավջութակ ու համարյա բոլոր երաժիշտները լինելու են ինչ որ կերպ Դանիայի համատեքստում։
մենք եւս ուրախություն ունենք եւ պատիվ ունենք, որ Թբիլիսիից այսօր մեզ այցելել է Դանիայի դեսպանը Կովկասում, մենք նոր հանդիպեցինք, իր հետ խոսեցինք, ինքը ասեց ինչքան ժամանակ է, անհամբեր սպասում էր գալ Կոպենհագեն, այնպես որ այսօր կհանդիպենք Կոպենհագենում։ Եվ քանի որ մենք արդեն Կոպենհագենում ենք, ես ուզում եմ խոսենք այն մասին, որ Կոպան դուք այցելեցիք հենց Կոպան ֆեստի շրջանակներում, առաջին անգամ 4 տարի առաջ։ Ինչպիսին էին տպավորությունները եւ առհասարակ այսքան տարի անց Կոպանը արդյոք հասցրել է ինչ-որ հատուկ տեղ զբաղեցնել ձեր սրտում։ Կոպանը ոչ միայն իմ սրտում է դարձել շատ կարևորագույն մի վայր, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր ում որ տեսնում եք բեմի վրա, բեմից դուրս, այս տարի մեզ եկել են օգնողներ, մեր ընկերները, որոնք ուղղակի եկել են օգնելու համար, իրանք էլ են երաժիշտներ, ուղղակի եկել են օգնելու, իրանք մասամբ բեմի վրա են օգնում, խոհանոցում են օգնում, այսինքն մարդիկ բոլորը մագնետիկ ուժ ունի Կոպանը, ու մագնետիկ ուժ ունի այս փառատոնը։ Ես նոր մի գոլեգայի պատմում էի մի քանի ընդամենը մի շաբաթ առաջ ուսանողներից մեկը Կոպենհագենի, հիանալի բալիկի ակորդեոնիստ, իտալացի տղա է։ Ու ասեց իմ ընկերները, իսկ իր ընկերներն են իհարկե իմ տղան, ու եւս մի ուսանող ունեմ հայ տղա Արմեն Պուչինյանը, որ եւս հիմա կոնսերվատորիայում Կոպենհագենի ինձ մոտ սովորում է, իրանք իհարկե ընկերներ են բոլորը միասին, ու տղաներն ասել են անպայման արի Կոպան։ Ու այս մեր ակորդեոնիստ տղան ուղղակի օդանավա տոմսը առել, երեք հասել է Երևան, ու մենք կազմակերպեցինք, որ ինքը իհարկե այսօր ինչ-որ տրանսպորտով հասներ Կոպան, այսինքն մարդիկ գալիս են արդեն հրավերքով ու առանց հրավերքի, ու գալիս են օգնելու, գալիս են նվագելու, խնդրում են, որ գան, սա ինչ-որ մի մագնետիկ ուժ է ստեղծվել Կոպանի ու այս փառատոնի շրջանակներում, որը իհարկե շատ ուրախալի է, ու մարդիկ ամեն տարի ուզում են գան, անգամ որ մեկ ասում ես միգուցե այս տարի մի արի մյուս տարի, որտեվ արդեն այդքան երաժիշտ կա, չէ կարելի է ես գամ, գոնե մի գործ նվագեմ։ Մարդկանց համար այնքան կարևոր է լինել այստեղ։ Լինել Կոպանում։ Լինել Կոպանում, լինել միասին, պիտի նշեմ նաև մեր ակադեմիայի ուսանողներին, շատ տաղանդավոր ուղղակի մի հրաշք է ինչ է այնտեղ կատարվում, եթե առաջի տարին օրինակ դեռ պարզ է, որ ոչ շատ մարդիկ գիտեին Կոպան ֆեստի վերաբերյալ, ամեն ինչը շատ նոր էր, մենք երեխաներին հրավիրում էինք, որ իրանք գային մաստեր կլասներին, որ մասնակցեին այստեղ ուսանողական համերգներին, բայց միշտ ոնց որ արել ենք այսպես ունկնդրման կարգով, այսինքն իրանք վիդեոները ուղարկում են ու մենք ընտրում ենք երաժիշտներով, բոլորս միասին, մեծ մասամբ միշտ փորձում ենք, որ ներառվեն մեր արտասահմանյան ընկերները, որոնք երեխաներին պերսոնալ չեն ճանաչում, որ անարդար բաներ չլինեն, այսպես ասած մեկին ճանաչում ես, մեկին չես ճանաչում, եւ այս տարի մենք ունենք 115 հայց, այն դեպքում, որ առաջի տարին մենք էինք երեխաներին հավաքում։ Կոպանյան երաժշտական, այսինքն մենք ունենք մեր փառատոնը, երեկոյան համերգները ու ժամը 12-ին ամեն օր մենք ունենք ուսանողական համերգ, մեր ակադեմիայի համերգները, որտեղ նվագում են մեր հրաշք տաղանդները։ Ու մենք ընդամենը կարող ենք 45 մոտավորապես երեխա հրավիրել, ու մեկ էլ էստը ամեն տարի այդ թիվը ավելացել է, այս տարի ունեցել ենք արդեն 115 այց, որը որ արդեն դժվարանում է երեխաներին ընտրելը, որովհետև մակարդակը շատ բարձր է։ Այդ թվում նաև որ ակադեմիայի ուսանողներն էլ նույնպես դարձել են շատ ավելի միջազգային։ Այս տարի մենք ունենք մի դաշնակահար, որը 3 օր ճանապարհ է եկել Բուենոս Այրեսից Կոպան։
արգենտինացի բալիկ ունենք, շատ տաղանդավոր երեխա է, Դանիայից եկել են ու գալիս են, հիմա էլ ճանապարհին եւս իմ հին ուսանողներից մեկը նայել է գալիս, նվագելու։ Տեսնենք ոնց ինքը ուղղակի ասեց, ես պիտի գոնե մի քանի օր կապանի օդը շնչեմ ու կվերադառնամ, ինքը Դանիայում է մեծացած, բայց հոլանդացի է, 2 տարի առաջ մասնակցել է փառատոնին, երևի ինչ-որ մի բան նայել դեռ կնվագի։ Եվ կարոտում է կապանը ըստ ամենայնի։ Այսինքն մենք այստեղ ենք, ինքը ուղղակի ասեց կարելի է ես 3 օր հնարավորություն եմ, ես 3 օր կգամ։ Այսինքն մարդիկ խնդրում են որ գան, ու այս մարդիկ կարող են լինել 20 տարեկան, կարող են լինել 40 տարեկան, կարող են լինել 60 տարեկան։ Եվ ենթադրում եմ, որ կապանը եւս փոխադարձ սիրով է պատասխանում։ Իհարկե, մեր հանդիսատեսը, մեր այդ անverջ ջերմությունը, լսելու ունակությունը, լսելու լռությունը, լինում են ակնթարթներ, որ ուղղակի զգում ես, որ ասեղը գցես հատակին կլսվի երաժշտության ժամանակ, բեմի, որ մենք նվագում ենք, ես սիրում եմ այդ լռության մոմենտները վայելել, լրիվ լռության, ու այդ ժամանակ լսվում է, երբ որ մարդիկ շարժվում են, իսկ սա քար լռություն է, դա ինչ-որ սիրով լցված համ լռությունն է, համ լսելակերպն է, մեծ ջերմություն է, ու բոլոր այն մարդիկ, որ մոտենում են անհատական բոլորին, բոլոր երաժիշտներին, ասում են, մենք ձեզ մի տարի սպասել ենք, հասկանում եք, դա այնքան մեծ նշանակություն ունի երաժշտի համար, մարդու համար, որ գիտես, որ մենք պիտի հանդիպենք միասին, ու մենք պետք է այս օրերը միասին նորից վայելենք, ձեր ձերքի, ականջի, Դա նման է նրան, երբ մի տարի սպասում ես ինչ-որ սիրելի, հարազատ մեկի հետ հանդիպմանը, վերջապես եկավ այդ օրը ու դուք պիտի հանդիպեք։ Այո, մենք հիմա նորից այստեղ ենք ու բոլորը միասին այսպիսի իրավիճակ է, մեր հանդիսատեսը, մեր երաժիշտները, մեր երիտասարդները, ու իհարկե պետք է նշեմ 4 տարվա ընթացքում հիանալի է տեսնել ինչպես է կապանը ամեն տարի ավելի սիրունանում, ու դիմացի այգին ոնց են սարքել, կողքի այգին, այսինքն այնքան բաները ավել է, ամեն տարի ինչ-որ մի բան դուք սիրում եք ձեր քաղաքը, դուք լավ եք նայում ձեր քաղաքին ու դա զգացվում է մարդկանց մեջ էլ, այսինքն այն բան շատ դուք լավ եք նայում ձեր քաղաքին, դա շատ հաճելի է տեսնել, դիմացի այգին ֆանտաստիկ, մենք արդեն մտքեր ունենք մյուս տարվա վերաբերյալ այգինել, ներադրելու և այլն, ու հիանալի է, շնորհակալություն ձեզ բոլորիդ։ Շնորհակալություն Մարիաննա ձեր ջերմ էներգիայի համար։ Շնորհակալություն։ Իսկ մենք ձեզ սպասում ենք այսօր երեկոյան 8-ին Երգեհոնային դահլիճում տեղափոխվենք միասին Կապանհագեն։ Չմոռանաք, որ մինչև հուլիսի 14-ը Կապան ֆեստի շրջանակներում ամեն օր ժամը 12-ին կլինեն ցերեկային համերգներ եւ ամեն երեկո 8-ին կլինեն նաեւ երեկոյան համերգներ։ Սպասում ենք ձեզ սիրով։